Դատապարտյալների ու բժիշկների միջև վստահություն չկա, օմբուդսմենի հետ համակարծիք է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամը։ Հիշենք, քրեակատարողական բժշկության կենտրոնի կառավարումը գործադիրը արդարադատության նախարարությունից փոխանցեց առողջապահական գերատեսչությանը աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով, սակայն հակառակ արդյունքն ունենք, առաջ ավելի լավ էին աշխատում, ասում է դիտորդը։ Որ արդեն տարիներ շարունակ ձևավորվել էր պրակտիկան, որ որոշ հարցեր հրատապ-աջակցություն էին ստանում նաև անմիջապես քրեակատարողական ծառայության պետի միջամտությամբ կամ թույլտվությամբ, արդեն նշված պրակտիկայից կտրուկ անցումը առողջապահության նախարարության համակարգ եւ դատապարտյալների շրջանում է անհարմարություններ առաջացրել եւ դժգոհություններ եւ ինչու ոչ նաև բուժազնակազմի մոտ, որոնց մոտ արկա է արդեն համագործակցության խնդիր քրեակատարողական հիմնարկների հետ։ Ավելացել են նաև դատապարտյալների ահազանգերը համապատասխան դեղամիջոցները չեն ստանում։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի պաշտոնյան պարզաբանում է, վերջիններս ընդհանրապես պահանջում են ստանալ համապատասխան անվանումով դեղը, որը բժիշկն է նշանակում, մինչդեռ փոխարինիչները հենց օրենքի պահանջով են ձեռք բերում։ Տենդերը ներկայացվում է դեղ անունով, այսինքն ազդող նյութի անունով, ոչ թե կոնկրետ ֆիրմային անունով։ Չկա ազատազրկված անձ, որ դեղի ստանալու խնդիր ունենա։ Ուրիշ բան, որ մենք ունենք ազատազրկված անձինք, որ հրաժարվում են մեր կողմից տրված ջեներիկից, այսպես ասած, ուզում են հենց կոնկրետ ֆիրմային դեղը։ Ազատությունից զրկվածները պետության տված դեղամիջոցներից հրաժարվելու դեպքում իրավունք ունեն նաև սեփական միջոցներով համապատասխան դեղերը ձեռք բերել, սակայն պաշտոնական տվյալներով նրանց թիվը 10% էլ չի կազմում։ Միգուցե իր բժշկական գիտելիքներով չի ընկալում, որ դեղանյութը ամեն դեպքում նույնն է, ազդեցությունն էլ հավանաբար նույնն է։ Գոնե հիվանդանոցներին ուրեմն տրամադրվի այն ցանկը եւ այն դեղորայքի տեսականին, որը իրականում ՊՕԱԿ-ը ունի արկա պայմաններին, որպեսզի դատապարտյալին մոտ նույնպես այդ տարընկալումը չլինի։ ՊՕԱԿ-ը անընդհատ process է տենդերով գնումների անելու, ամեն գնումների գործընթացում նույն ազդողնյութով մեկ այլ դեղորայք կարող է մասնակցի մրցույթին ու մեկ այլ դեղորայք, մեկ այլ ֆիրմա հաղթի։ 8 քրեակատարողական հիմնարկում ի դեպ հեպատիտ C չկա, իսկ ընդհանուր առմամբ հիվանդությունների տարածումը եւ վիճակագրությունը ազատությունից զրկվածների պահման վայրերում բուժօգնության կազմակերպման պաշտոնյայի տեղեկացմամբ նույն պատկերն ունի, ինչ մեր հասարակությունում՝ սիրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ